Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության տարեկան զեկույցի շրջանակում ձեզ մի քիչ այլ բնույթի հարց եմ ուզում հնչել։ Գրանցվում դուրս են։ Վարչապետ, գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երկը, սենց տեից մտնում են դուրս են գալիս, Ես նաև մեզ հետևող հանրությանը չեն կարա գրանցվեն գալիս են իրանց Ես մեզ հետևող հանրությանը տեղեկացնեմ, որ պատգամավորները երբ որ չեն գրանցվում, աշխատավարձից այդ նիստի համար զրկվում են եւ մեր հարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից եւ զրկվում են։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Դե ճիշտ են ամ, ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք։ Համեցեք Տիկին Ղազար։ Շնորհակալ եմ։ Ժամանակը վերականգնեք։ Պարոն վարչապետ, Ընդդիմության միության ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եթե չեք խանգարում դուք ընդհանրապես եկեք գրանցվեք, գնացեք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ, Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինի, չեմ ասում գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Տիկին Ղազար, պատասխանեց պարոն վարչապետը ձեր հարցին։ Ուրեմն խնդրեմ Համեցեք կներեք Տիկին Ղազար։ շնորհակալ եմ։ Ոգեշնչված եմ ուղղակի ընդդիմության։ Մեծարգո վարչապետ, ես իմ հարցս մի փոքր այլ բնույթի է, երևի չեմ չափազանցնի, որ նշեմ այն բացառիկ առաջնորդներից եք, ով ամենօրյա ռեժիմով շփվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Կարելի է ասել, մեզանից շատ դուք եք ճանաչացում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ապրող քաղաքացիների ցանկությունները, հնարավորությունները, պահանջները եւ այլն, եւ ես համատեքստում ձեր մարզային հարցերից եւ մեր մարզային հարցերից եմ ուզում ձեզ հարց ուղղել, ինչքանով է ձեր զգացողությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչքանով շոշափելի զգում է խաղաղության ազդեցությունը այս պահին, եւ այս համատեքստում նաեւ մեկ այլ հարց է ծնվում իմ մեջ, որը ուզում եմ էլի ձեզ որպես ձեր զգայական այսպես բնույթից հարցնել, արդյոք այս ամենը տեսնելով այսքան ձեռքբերումները, որոնք որ դուք երեք զեկույցի ընթացքում էլ նույնիսկ ձեզ հատկացված ժամանակի ընթացքում ժամանակից էլ անցնելով ներկայացրեցիք եւ ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունը ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հակված կլինի ընտրակաշառքով ընտրությունների գնալու, քանի որ ընտրակաշառք առաջարկում են հիմնականում այն ուժերը, որոնք իրապես չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Գիտեք, ես կարծում եմ, որ խաղաղությունը ամենակարևորը եւ դա հետաքրքիր զգացողություն էր, որ մենք թիմով ճամփորդելիս այդ արձանագրումը արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ հոգեպես, որովհետեւ մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք